Բարոյ սիրելի հայրենակիցներ, մի փոքր հոգնած եմ եւ ինչպես տեսնում եք ախալցխայում չեմ, սակայն այնուամենայնիվ որոշեցի ձեզ համար պատրաստել այս հաղորդումը, քանի որ իրոք շատ կարեւոր հարցեր կան քննարկելու, բայց նախապես ասեմ, որ բավականին հոգնած եմ եւ այդ իսկ պատճառով կարող է մի փոքր թերություններով ստացվի մեր այս հաղորդումը, բայց կարծում եմ այս համոզված եմ, որ կարեւոր հարցեր ունենք քննարկելու եւ իմաստը ավելի կարեւոր են քան ընդհանուր առմամբ թերությունները։ Հետևաբար առաջարկում եմ սկսել Հայաստանից Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարություններին չեմ ցանկանում անդրադառնալ, իմաստ չեմ տեսնում հին մեռելներին վերակենդանացնելու, Հայաստանի մասով ընդհանուր առմամբ քննարկելու մեծաշուռ բան էլ չկա, հետաքրքիր իրադարձություններ են հիմա զարգանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջև, ինչպես գիտեք, երեք եւ առաջի օրը մեծ սկանդալ էր կիբերհարձակման հետ կապված, որ Ռուսաստանի Դաշնությունը կիբերհարձակման է ենթարկել ադրբեջանական կայքեր, այդ թվում նաեւ պետական կարևոր կայքեր, այդ մասին հայտնի էր դարձել եւ դա նոր սկանդալի առիթ էր դարձել, երևի թե Ալիևը ցանկություն ունի հրաժարվելու, մեկն էլ շքերթին մասնակցելու Ռուսաստան եւ այսօր այդ սկանդալը շարունակվել էր արդեն այլ ձևով, քանի որ падգամավոր Ազեր Բադամով կարծես թե Բադամովին չէին թույլ տվել մտնել Ռուսաստան, նախ տեղեկություն կար, որ նրան ձերբակալել են, հետո հետ են ուղարկել Բաքու։ Արդեն Ադրբեջանի իշխանությունները շատ կոշտ ձևով արձագանքել են Ռուսաստանի այդ որոշմանը եւ բավականին լուրջ ձևի նոր սկանդալ է հասունանում Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջև։ Սա շատ կարեւոր էր, որ մենք ֆիքսեինք, բայց ավելի կարեւոր քննարկելու հարց ունենք մենք միասին, քանի որ երեք բավականին լուրջ ձևով Սիրիայում լարվել են Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները, ծայրաստիճան լարվել են, նույնիսկ այն աստիճանի, որ Թուրքիան պատրաստվել էր մի պահ իր օդուժի միջոցով, F-16-ների միջոցով հարված հասցնել Իսրայելի օդուժին, այսինքն փորձում էին օդում ինչ որ փորձել է օդուժին, բայց դա նրանց չի հաջողվել։ Ճիշտ կլինի սկսենք ամենասկզբից, դրուզերին է աջակցում Իսրայելը, ազգային փոքրամասնություն է, որը որ բնակվում է նաև Սիրիայում, Իսրայելում եւս դրուզերը կան եւ քանի որ Իսրայելում կան դրուզեր, նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն Իսրայելի իշխանությունների հետ եւ Իսրայելը խոստացել էր նրանց, եթե կարիք լինի, պաշտպանել Սիրիայում, այսինքն լավ առիթ է ներխուժելու Սիրիա եւ դրանից օգտվել է Իսրայելը եւ մի քանի օր է այնտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում Սիրիայի իշխանությունների եւ դրուզերի միջև, բազմաթիվ մարդիկ կան սպանված, ձերբակալված եւ վիրավորված եւ Իսրայելը որոշել է լուրջ ձևով միջամտել եւ բազմաթիվ ավիահարվածներ էր հասցնում Սիրիայի իշխանությունների դիրքերին եւ նույնիսկ ինչ որ լուրջ էվակուացիայի ծրագիր էր կազմակերպել Իսրայելը, հարվածներ էր հասցրել նույնիսկ նախագահականի կողքի տարածքին, Սիրիայի նախագահականի մասին է խոսքը, եւ այդ ամենից Էրդողանը բորբոքվել եւ զայրացել էր, հրաման էր տվել, որպեսզի ամերիկյան F-16-ները Թուրքիայի ձեռքի տակ գտնվող մտնեն Սիրիայի օդային տարածք եւ փորձեն դուրս մղել Իսրայելին, փորձել են նաեւ իրենց ռադիոէլեկտրոնային միջոցները կիրառել, որպեսզի կարողանան դուրս մղել Իսրայելի ինքնաթիռները, բայց պարզվել է, որ իրենց ռադիոէլեկտրոնային միջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել իսրայելական օդուժի վրա եւ Իսրայելը արագի մեջ զգուշացրել է Բաքվի միջոցով, իրենք Բաքվի հետ հատուկ կապ ունեն, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով, որ եթե Թուրքիան շարունակի իր գործողությունները, ապա միանշանակ կարող է ինքնաթիռները բախվեն թուրքական եւ իսրայելական եւ Իսրայելը պատրաստ է հարված հասցնել թուրքական ինքնաթիռներին եւ Թուրքիայի ինքնաթիռները եւ ընդհանրապես Էրդողանը երևի գլխի ընկել թե ինչ կարող է տեղի ունենա Թուրքիայի օդուժի հետ, քանի որ Իսրայելը մի քանի անգամներով գերազանցում է օդուժով Թուրքիային, նրանք դա շատ արագ հասկացել են, կողմնորոշվել են եւ արագ
լքել են Սիրիայի օդային տարածքը, խոսքը թուրքերի մասին է։ Եվ դա էր պատճառը, որ Թուրքիայի նախագահականը տարածել էր հայտարարություն, որ նրանք թույլ չեն տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին մեկնել Ադրբեջան իրենց օդային տարածքով, եւ դա երևի թե պատճառներից մեկը հանդիսացավ նրա, որ Բենյամին Նետանյահուն հրաժարվեց իր հնգօրյա այցից Բաքու, բայց երևի թե դա չէր միակ պատճառը, ուղղակի Բենյամին Նետանյահուն հասկացավ, որ Բաքվում 5 օր անելիք չունի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները, քանի որ ծայրահեղ լարված են, ամենայն հավանականությամբ այցի հիմնական թեմաներից մեկը պետք է լիներ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, եւ քանի որ Թուրքիան հիմա չի թույլ տալիս մեկնել իր օդային տարածքով եւ այդպիսի լարվածություն էլ փաստացի տեղի ունեցավ, բավականին լուրջ լարվածություն, որը որ կարող էր ավարտվել լուրջ բախումով, դա է պատճառը, որ Նետանյահուն հրաժարվեց մեկնել Բաքու։ Բայց այս ամենը ցույց է տալիս մեզ հստակ մեկ բան, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները լարվում են, ծայրաստիճան լարվում են եւ հնարավոր է մի օր օդում, Սիրիայի օդում բախում տեղի ունենա օդուժերի եւ ոչ միայն օդում, ընդհանուր առմամբ Սիրիայի համար հիմա մեծ եւ լուրջ պայքար է ընթանալու Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Թուրքիան ուզում է մեծ ռազմական կոնտինգենտ ունենալ Սիրիայում, ինչին դեմ է Իսրայելը, եւ դրա համար այդ գործողությունները տեղի ունենում եւ այնտեղի ազգային փոքրամասնությունները ուղղակի պատրվակ են։ Կարևոր է այստեղ նշել, որ հութիները հրթիռային հարվածներ են իրականացրել Սիրիայի տարածքի վրա եւ իրենց նույնիսկ հաջողություն է եւ իրենք նույնիսկ այս անգամ հաջողության են հասել հարվածելով Բեն-Գուրիոնի օդանավակայանին։ Ես ճիշտ ասած չեմ հիշում նախկինում, որ նրանք այդպես հաջողված ձևով կարողանային հարված հասցնել Բեն-Գուրիոնի օդանավակայանին եւ այնտեղ խոսքավոր 6-ից 7 հոգի վիրավորների մասին, այսինքն 6-ից 7 հոգի վիրավորվել են այնտեղ։ Սա եւս շատ կարևոր իրադարձություն է եւ փաստացի արդեն հութիները ի վիճակի են հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին, այսինքն միշտ էլ վերջին շրջանում հրթիռներ էին ուղարկում եւ որոշ հրթիռներ նույնիսկ տեղ էին հասնում, բայց որ օդանավակայանին հասցնեին հարված, նման բան ես չեմ հիշում, հնարավոր է եղել է, բայց այսպեսի որ լուրջ ձևով հարված հասցվեր եւ 6-ից 7 հոգի վնասվեր, դա ես ճիշտ ասած առաջի անգամ եմ նման բան լսում։ Եվ փաստացի, եթե մենք հաշվի առնենք, որ հութիների հրթիռները հիմնականում իրանական ծագում ունեն եւ երկրորդ կարգի հրթիռներ են, ապա այդ ամենը հստակ վկայում է այն մասին, որ ոչ միայն հութիները, այլ նաեւ Իրանը ի վիճակի է հարվածներ հասցնել Իսրայելին։ Այստեղ նաեւ հետաքրքիր մտահղացում է առաջանում, եթե այսպես ծայրաստիճան լարվել են հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի միջև, ապա ամենայն հավանականությամբ Թուրքիային ձեռնտու չի լինելու, որպեսզի Իսրայելը վաղը մյուս օրը ընդհանրապես հարվածի Իրանին, այսինքն հարձակվի Իրանի վրա։ Սա եւս շատ կարեւոր է հաշվի առնել, քանի որ Բաքուն շատ լուրջ ձևով աջակցել էր սկսել Իսրայելին, մենք դա բոլորս գիտենք, եւ այդտեղ երկակի խաղեր ուզում խաղալ Բաքուն, երևի թե այստեղ արդեն Բաքուն ստիպված լինի ընտրություն կատարել Անկարայի եւ Երուսաղեմի միջև։ Բավականին լարված է հիմա իրավիճակը Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Այլ կարևոր իրադարձություններից եւս խոսենք, սիրելի հայրենակիցներ, այսօր մի քանի հայտարարություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը, նախ նա ասել է, որ չի ուզում գնալ երրորդ ժամկետի, չնայած որ իրեն փորձում են համոզել իր կողմնակիցները, խոսել է իր հետնորդի մասին, ասել է, որ վաղ է շատ խոսել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հնարավոր է ապագայում դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, շատ տաղանդավոր անձ է, նաև Մարկո Ռուբիոյի մասին է խոսել, որ նա եւս հնարավոր է դառնա, քանի որ նա եւս շատ տաղանդավոր անձ է, ուկրաինական կռվին է եղել, անդրադարձ միջայլոց Ուկրաինային հիմա 30 միլիարդ դոլար է տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ որքան հասկանում եմ, դա տեղի է ունենալու օդուժի տեսքով հնարավոր է։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե դեմ չեն զենք վաճառել այդ պայմանագրից հետո
որը որ կնքվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև, այդ պայմանագրից հետո զենք վաճառելու Ուկրաինային, այսինքն թեմ չեն։ Եվ դա հետաքրքիր տեղեկություն է, դրանից բացի քիչ առաջ նաեւ տեղեկություն տարածվեց, որ Patriot համակարգերից մի հատ գարնանը Իսրայելն է տրամադրել Ուկրաինային եւ ելի մի երկիր, այսինքն Ուկրաինան այնուամենայնիվ ստանալու է ամերիկյան Patriot համակարգերը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի բլոկելու այդ ծրագիրը, որպեսզի ուրիշ երկրներ եւս կարողանան տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների զենքերը, արտադրած զենքերը Ուկրաինային։ Զելենսկին կրկին խոսել է շքերթի մասին, ասելով, որ այդ օրը հնարավոր են որոշ պրովոկացիաներ եւ գործողություններ ռուսական կողմից։ Հետաքրքիր ակնարկներ է արվում այդ շքերթի հետ կապված եւ այդ մասով բավականին լարված է իրավիճակը։ Տեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչպես կավարտվի այդ ամենը։ Եվ ինչպես արդեն նշեցի, ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևը եւս պատրվակներ է ստեղծում, որպեսզի չմասնակցի այդ շքերթին։ Դրանից բացի հիմա լարված է իրավիճակը բավականին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի միջև, քանի որ Գերմանիայում որոշում են կայացրել ADG այդ կուսակցությունը փակել, քանի որ ֆաշիստական բնույթի կազմակերպություն է այն։ Գիտեք, վերջին ընտրություններում նրանք գրավեցին երկրորդ տեղը, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Գերմանիայում եւ նրանք որոշեցին հիմա փակել այդ կուսակցությունը եւ դա բավականին լուրջ քննադատությունների ալիք ստեղծեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Գերմանիայի հասցեին, ասելով, որ դա ժողովրդավարություն չէ, ժողովրդավարական քայլ չէ, չնայած որ Գերմանիայի արտգործ նախարարությունը եւս արձագանքեց այդ հայտարարություններին, ասելով, որ դա որևէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ նրանք ամեն շատ ճիշտ են անում, նաեւ հենվելով անցյալի փորձի, դառը փորձի վրա։ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև եւս մենք լարվածության աճ ենք նկատում, հաջորդ դամբաներից մեկն է փակել փաստացի Հնդկաստանը Պակիստանի համար եւ քանի որ Պակիստանն էլ չունի իր սեփական ջրային ռեսուրսները, բավականին լուրջ ձևով կախված է այդ ջրային համակարգից, այդ դամբաների փակելը մեծ աղետի կարող է հանգեցնել Պակիստանի համար եւ դա ծայրաստիճան ավելի է լարում իրավիճակը։ Եվ թե լավ գիտեն Հնդկաստանում թե ինչ են անում, բայց դա եւս մեկ քայլ է դեպի լարվածություն։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։